Հայր ջան, մենք նորից եկել ենք, հավաքվել ենք, որպեսզի կերակրես մեզ քո խոսքովդ։ Ինքան շնորհակալ ենք, որ դու մեր աչքերը բացելուն պես մեզի համով ընթրիք ես պատրաստել, որ մենք կերակրվենք քո սեղանիցդ, Տերս։ Դուր մեզ քո խոսքերդ մեկնելու ճիշտ իմաստությունը։ Մենք կփափագենք քեզ հաճելի կյանքով ապրել, Տերս։ Քո սուրբ հոգիդ թող առաջնորդոր, ես միշտ աղոթեմ քո սուրբ կամքիդ պես։ Լցրում ես քո սուրբ իմաստությունով, քո ճշմարիտ գիտությունով։ Օգտագործե ամեն մեկիս քո անունիդ ու փառքիդ համար։ Օրհնե մեր ընտանիքը, մեր տունը, մեր եկեղեցի։ Ու քո կամքդ հայտնի դարձրու ամեն մեկիս, Տերս։ Մեզ առաջնորդ է այն ճանապարհներով, որոնք որ քեզի ավելի ու ավելի կմոտեցնեն։ Փայլեցրու քո երեսդ մեր վրա, Տերս։ Թող քանդվի սատանայի բոլոր դիվական ծրագրերը ամեն մեկիս կյանքից, Հիսուսի զորավոր անունով։ Ու թող կառուցվի նորը քո սուրբ կամքիդ պես ու քո անունիդ ու փառքիդ համար, Տերս։ Ամեն օր մեր ներսը մաքր է, Տերս։ Մեր միտքը մաքր է, Հայրս։ Մեր կողքի այն մարդկանց էդ է ու մաքր է, որոնք որ մեզի քեզնից պիտի հեռացնեն։ Ու տար մեզ ամեն օր կատարյալ սրբության, որովհետև մեր փափագը սուրբ կյանքով ապրելն է, Տերս։ Որովհետև դու սեր ես սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ու լցրում ես կատարյալ սիրով, որպեսզի մեկս մյուսի սիրենք սուրբ սիրով ու առաջինը քեզ սիրենք այնքան, ինչքանիդ ու արժանի ես, Տերս։ Որ անարտար չլինենք քո նկատմամբ, Հայրս, որ չտարվենք քո տվածներով ու քեզի մոռանանք, այլ քո տվածները տեսնելով քեզ ավելի ու ավելի բարձրացնենք, քո անունդ փառաբանենք ու սրբացնենք ու օրհներգենք քեզ։ Փառքերի ես արժանիմ, Տերս։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Սիրելիներ, ուրեմն այսօր Տերս ինձ պատվիրել է, որ կարդանք Ա Կորինթացիս 13-ը ու նաեւ 14-ն եմ կարդացել, բայց ինչքան որ Տերը առաջնորդեց Սուրբ Հոգու պարգևների մասին, մեկը ես դիգել կարդացի, մեկը 13-ը սերը, բայց սիրուց կսկսենք։ Կկարդանք այն չափով, ինչքան որ Սուրբ Հոգին կառաջնորդ է, ու որիդ մեջ կառաջնորդ է քննարկումները, կրնակ հետս միաբանվիկ ու քննարկենք, երեխեք ջան։ Իսկ ովքեր որ մի քնած են ընտանիքի անդամները չեն կրնա մասնակցեն մեկնություններին, ոչ մի խնդիր, երեխեք ջան, կրնակ չմասնակցեք։ Կարդանք Ա Կորինթացիս 13-րդ գլուխը։ Սեր, եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներ խոսիմ ու սեր չունենամ, ես ցայն տվող բղնձի պես եղա կամ հնչող ծնծղանների պես։ Եվ եթե մաշկարություն ունենամ ու հասկնամ ամեն խորհուրդներն ու ամեն գիտությունն ու եթե ունենամ ամեն հավատքը մինչև լեռները տեղափոխելու սեր չունենամ, ոչինչ եմ։
Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներին կիսնեմ ու իմ մարմինս այժվելու տամ ու սեր չունենամ, օգուտ չեմ ունենա։ Սերը երկայնամիտ է, քաղցր է։ Սերը չի նախանձե, սերը չի գոռոզանա, սերը չի հբարդանա, անվայել վարմունք չի ունենա, իրենը չի փնտրե, բարկություն չի գրգռե, չարություն չի խորե, անիրավության վրա չի խնդա, հավա ճշմարտության խնդակից կլինի։ Ամեն բանի կզիջանի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբերե։ Սերը բնավ չի ընկնի։ Եթե մաշկարարություններ լինեն, պիտի խափանեն։ Եթե լեզուներ, պիտի դադարեն։ Եթե գիտություն, պիտի խափանվի, քանի որ շատից քիչը գիտենք ու շատից քիչը կմաշկարյանանք։ Բայց երբ կատարյալը կա, այն ժամանակ շատից քիչը պիտի խափանվի։ Երբ տղա է, տղայի պես կխոսեի, տղայի պես կխորեի, տղայի պես համարում ունեի, բայց երբ այր եղա, տղայության բաները մի կողմ ցկեցի։ Քանի որ հիմա մենք որպես թե հայելու մեջ կտեսնենք անհայտ կերպով, բայց այն ժամանակ երես առ երես։ Հիմա շատից քիչը տեղյակ եմ, բայց այն ժամանակ այնպես պիտի ճանչնամ, ինչպես ճանչեցվեցա։ Ուստի հիմա կմնա հավատք, հույս, սեր, և այս երեքը ու նրանցից մեծագույնը սերն է։ Հավատք, հույս, սեր, ու այս ամենից ամենամեծը, երեխեք ջան, սերն է։ Կարդանք կուզենայի, որ տող առ տող քննարկենք այս խոսքերը։ Շատերին կթվա թե բայ գիտես, ես այս խոսքերը անգիշ գիտեմ, պետք չէ քննարկել։ Ես գիտեք ինչ գիտեմ, երեխեք, ամեն կարդալուց Տերը մի ադամ հայտնություն կուտա։ Մամ խորություն կբացը մեզի։ Ու շատ կուզենայի, որ քննարկենք, ես ինքս ամեն կարդալուց մի ադամ հայտնություն կստանամ։ Շատ կուզենայի, որ խորությամբ քննարկենք այս խոսքերը։ Ու տեսնենք, թե Տերը այսօր ինչ մեկնություն է պատրաստել իր երեխեքի համար։ Օրհնյալ է Տիրոջ սուրբ ու հզոր անունը հավիտյան։ Ես կկարդամ մեկնությունները կուտամ, ով որ պատրաստ է Տիրոջից մեկնություն կստանա, կրնակ ձեռք բարձրացնեք, մեկնեք, լավ, քրեր ջան։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներ խոսեմ ու սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես եղա կամ հնչող ծնծղանների պես։ Ստեղ ինչի մասին կխոսացվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ձեզնից եք խնդրեմ, որպեսզի դուք էլ ձեր մեկնությունները ակտիվ գրեք տեսանյութի տակ։ Շատ հաճախ ճիշտ է, ես չեմ հասցնե, որպեսզի մեկնություններին պատասխանեմ, բայց նշանակություն չունի, ես միշտ կկարդամ։ Ու երբ որ Սուրբ Հոգին կառաջնորդե, կարձագանքեմ։ Դուք եղեք պատրաստ շատ այն ինչ որ Տերը նաև ձեր մեջ կբացե, թե այսօր դու միացել ես մեզի հետ, դի կնշանակի, որ Աստված քեզի բան ունի սելու։ Ակտիվ եղեք մեկնությունները գրելու մեջ, եթե Տերը հայտնության խոսք կուտա ձեզի, անպայման դուք եք մեկնությունների մեջ գրեք, որպեսզի դուք էլ շինություն հանդիսանաք բոլոր լսողներին։ Իրականում դու կրնաս շատ լեզուներ գիտենաս։ Մարդկանց ու հրեշտակների։ Բայց ում է պետք, եթե դու սեր չունես։ Ես պես բերեմ օրինակը, որ նոր իմ մեջը սպացվավ։ Հեշտ լսել եք երաժշտություն, որ բաշխե չեք ձեզի դուր չի գա։ Այն մարդ կսես կեղնի, որ այդ երաժշտությունը անջատես։ Լսել եք, չէ՞ ժողովուրդ ջան։ Ներվերիդ վրա կաստ է։ Կսես այդ երաժշտությունը կրնաս անջատես, կամ եք ուզես լսես, դու գնա լսեցի քեզի հաճելի չէ։ Այդպես երբ որ դու կխոսաս, մարդկանց կուզես օգնես, բայց իրանք չես սիրե, մեխանիչսկի պրոստը, մեխանիկորեն,
Ու երբ որ դու իրան չես սիրել, օգուտ չունի երեխեք։ Սպես բացատրեմ, որ ավելի լավ հասկանաք։ Դու կենես, բայց Աստված սկսե քնա, ես այդ քո գործերը տենց չի հետաքրքրել։ Դու գիտես ինչի կենես, քո անունիդ համար, քո ճանաչողությանդ համար։ Դու ես մարդուն չես սիրել։ Ստեղ գիտեք, որ խոսքը բերես Տերը սկսե, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Հովհաննես 3:16։ Չէ, ներողություն, Հովհաննես 3:16, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որդուն ինչի տվեց, որովհետև սիրեց աշխարհը։ Եթե քո գործողությունները սիրուց չեն ծնվի, գիտես, ես ինչ բան է քեզի կենեմ, որովհետև քեզի շատ կսիրեմ։ Օգուտ չունի։ Պարզեր։ Ամեն մեկ գործողությունը պետք է ծնվի սիրուց, որպեսզի ունենա օգուտ։ Գնացինք առաջ, ժողովուրդ ջան։ Եվ եթե մարգարություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդներն ու ամեն գիտությունը, եւ եթե ունենամ ամեն հավատքը մինչև լեռներ տեղափոխել ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Դու կնայանից լավ մարգարե։ Մարգարություններ ես։ Դու կնանաս լավ հավատք ունենաս։ Որ սարին էշտասես ընդեղ կնա, ու ելնի էշտա։ Բայց եթե սեր չունեցար, մարգարություն դու հավատքդ կդառնաս զերո։ Այսինքն, ոչ թե մարդը պիտի ընկնի պաշկևների ետևից, այլ պիտի շտա սիրո ետևից, որովհետև սիրո վրա կկառուցվի ամեն մեր բանը։ Դեր այսօր քեզ ոնց ինչ կսե, սովորի սիրել։ Թող քո արարքներդ, պաշկևներդ հիմնված եղնին սիրո վրա, որպեսզի օգուտ ունենան։ Շարունակությունը։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներին կերցնեմ ու մարմինս այրվելու տամ ու սեր չունենամ, օգուտ չեմ ունենա։ Տուն դե ծախե բաժնե Անանյան ու Սապֆիրան տունը ծախին կեսնե բերին դրին։ Բայց սիրով չերեցին։ Իրանք իրանց կուզեին ցույց տային։ Իրանց օգուտը ինչ եղավ, դժոխք գնացին։ Հիմի նայեք ինչ կան կարևոր, որ ինչ որ կենես սիրուց ծնված եղնի։ Նույնիսկ կնա քեզի վառեն դու փրկություն չունենաս։ Կսե մարմինս այրվելու տամ ու սեր չունենամ, օգուտ չեմ ունենա։ Այսինքն ամեն օր մենք պիտի խնդրենք Տիրոջից, որ Տերը օգնոր մենք մեկս մյուսի սիրենք ու նաև Տիրոջը սիրենք։ Ու դուք տեսնեք, չէ, ամեն ծառայության ժամանակ Տերը աղոթքի կտանի։ Ու ցույց կտա, թե ինչքան կարևոր որ սուրբ սեր ունենանք մեկս մյուսիս նկատմամբ, ինչպես նաև Աստծո նկատմամբ։ Երեխեք ուրիշ է, թեկուզ ընտանեկան կառույցի մեջ, չէ։ Մեկի հետ կապրիսում չես սիրե, ինչ կուզե են երեխեք, ամեն ինչը սև ու սպիտակ է։ Բայց երբ որ դու այդ մարդուն կսիրես, ինքը ինչ է դու իրան կներես ու քանդուժես։ Այդ մարդը, ով որ սև ու սպիտակ է, մեկ սխալը մերավ դու իրան կթողնես, որովհետև դու իրան չես սիրե։ Դոր համար ընտանիքն է կառուցվի սիրուց։ Եթե տվյալ մարդու նկատմամբ դու սեր չունիս, դու մի կառուցե իր հետ ընտանիք, որովհետև ինքը հարմարապետ է, որովհետև ինքը համարյա թերություններ չունի։ Կառույցը թող եղնի Տիրոջով ու Տերը ում հետ որ կկառուցե նաև համապատասխան սեր կլցնե իր նկատմամբ։ Ու ձեր ընտանիք էլ հնարավոր չի անի քանդել, գիտեք ինչի, որովհետև սերը կատարելության կապն է։ Դու ումոր կսիրես, ինչ կսես տեղ։ Սերը ինչքան պտուղներ ունի, երեխեք, սերը ինչքան պտուղներ ունի։ Սերը երկայնամիտ է։
Քաղցր է, սերը չի նախանձե։ Դու երբեք քո կողակցից չես նախանձե։ Քու քրոջդ աղբորդ չես նախանձե։ Երկայնամիտ կնշանակե երկար համբերել։ Դու երկար կրնաս համբերես, իրա հաջողություններով կրնաս ուրախանաս, ոչ թե նախանձես։ Սերը քաղցր է։ Հələ այդ սիրո մեջ հələ արեք մյամ խորանակ, էլի սեր իրա մեջ իշքան բան կպարունակե։ Ուրիշ է, երբ որ դու մեխանիչսկի կշարժվիս, ինքնաբերաբար, ուրիշ է, երբ որ դու կսիրես։ Սիրել կնշանակե դիմացինի ցավը ապրել, դիմացինի ցավը զգալ, դիմացինի սխալը հանդիմանել։ Սերը չի նախանձե, սերը չի գոռոզանա։ Երբ որ դու դիմացինին կսիրես, դու չես մտածի, որ դու իրանից բարձր ես։ Հակառակը դու գիշնիս, իրա խոնարհվիս իր առաջ, որ իրան բարձր ծնես։ Իսկ երբ որ դու չես սիրե, դու մեծամիտ ես։ Քեզ կթվա, թե դու իրանից լավն ես։ Մարդու նոր չեն սիրե, ինչ կենեն։ Նախանձեն կը, կադեն, կսպանեն, չէ։ Երբ որ քո աղբորդ չես սիրե, արդեն դու մարտասպան ես։ Կայանին չի ապելին սպանեց, որովհետև իրան չէր սիրե։ Եթե սիրեր, իրան չէր նախանձե։ Քսեր կողն ինչ իրավ աղբեր սուրտեր իրան ընդունեց, ընձի չընդունեց։ Ու ինքն է նույնը կեներ, չէ։ Սերը չի նախանձե, սերը չի գոռոզանա, չի հբարդանա։ Չի հբարդանա։ Անվայել վարմունք չի ունենա։ Երբ որ մեկին կսիրես, դու կաշխատես իրան չնեղեցնես, չցավծնես։ Չնեղեցնել չի նշանակե սխալներ չես, չէ, հակառակը կսես, որովհետև Տերը կսե, իրա սիրածը կհանդիմանե։ Մենակ իրա եսը չի փնտրե կսե։ Իրենը չի փնտրե, ինչ կնշանակե։ Երբ որ դու կսիրես, դու դիմացինի շահը կփնտրես, քու շահը չես փնտրե։ Դու կաշխատես ամեն ինչ անես, որ ինքը լավ զգա։ Տեսեք, Տերեկ Պրինսը մի հատ քարոզ ունի ամուսնության ընտանիքի հետ կապված, կսե որ ընտանիքի կեղնի ամուր, ու ինքը երկու հատ կին է ունեցել, չէ։ Ու երկուսի հետ շատ լավ հարաբերություն ունեցել։ Մեկը մոր թային է եղել, որ 8 հատ աղջիկ է ունեցել։ Մեկն է ամուսնացած բաժանված է եղել, երկրորդ կինը։ Կսե, երբ որ դու կողակցիդ մասին կմտածես, որ ինչ ենես, որ ինք իրան լավ զգա, կողակից թե քո մասիդ, այդ է սերը։ Աստուն սիրել ինչ կնշանակե, դու առաջի կարևորը, դու ամեն ինչ կենես, որ Աստված չտխրի։ Կսես, ոչ թե ես կենեմ, որ թժող չես տամ։ Ես կհիշեմ այդ խոսքերս, այն ժամանակ ես Եհովայի վկաների մեջ որ կեշտայ 16-ից 21 տարեկան հասակում, ես Եհովային ինքան շատ կսիրեի, Հիսուսի մասին լավ ճանաչողություն չունեի։ Ես կսեի, ես Աստծուց չեմ վախենա, ես իրան կսիրեմ։ Ու չեմ ուզոր ինքը տխրի։ Ու գիտեք ինչքան կարևոր, ամեն մեկս Աստծուն այնքան սիրենք, ինչքան որ ինքը արժանի է։ Ու ես ամեն օր կխնդրեմ Տիրոջից, օգնեն ձի, որ ես այնքան սիրեմ քեզի, ինչքան որ դու արժանի ես։ Բերեք ուղղակի անկեղծորեն ընդունենք, որ հեչ մեկս այդքան չենք սիրե Տիրոջը։ Ու ինչի ամեն օր մեր աղոթքի թեման դիք չդարձնենք, օգնե որ քեզի շատ սիրեմ, ինչքան որ դու արժանի ես, օգնե որ իմ հավատակիցների սիրեմ սուրբ սիրով, ինչ սիրով որ դու կուզես որ իրանց սիրեմ։ Իրենը չի փնտրե, բարգություն չի կրկրե, չեն այնպես որ դու չղայնանաս անտատ, կսե չէ,
Տես ջան, ես վերցնեք տիրոջ վրա, ու կյանքի քուր աղբերների վրա, ամուսնական ընտանեկան հարաբերությունների վրա։ Դու մոր կսիրես, դու չես են այնպես որ իրան ցավ ծնես։ Դու պես կենես որ իրան բարձր ծնես։ Ես նորից սկսեմ ցավ ծնելը, նիք չէ որ դու պիտի ժամեղքեն ու սխալները չհանդիմանես։ Ցավ ծնելը նիք է որ դու իր սխալները չես հանդիմանե, որ ինքեջ տանգնի փորձանքների մեջ ու ցավ ապրի։ Քնած կեղնի, քսես թող քնի հանգիստ ցենես չբարձր ծնեմ։ Սոված է քսես հաց կերել ես, քեզի լավ նայե։ Մեկ չեմ հանգստացի, չես օգտագործե իրան։ Փող չունի, քո հավատագիստ է կօգնես։ Նեղության մեջ է կողքը կկանգնես։ Ու դիք գիտեք ինչ է կմղ երեխեք։ Դիք խոսքեր չէ որ բրի ես ասեմ դուք ենի կենեք։ Դիք սեր է որ քիշնի ձեր մեջ ու ցեզի կմղե գործողությունների։ Երբ որ ինչ որ մեկին կսիրես, ցեզի հեչ մարդ չի պարտադիր որ դու իրան ինչ որ բանենես, դու անկախ քենից կենես 1000 հոգի որ դեմդ կանգնի, դու այդ մարդուն կսիրես, դու դենես։ Իսկ եթե դու տվյալ մարդուն չես սիրե, դու իր ենելու հեչ բաներ չես ունենա, դու ոչ նույնիսկ ժամանակ չես ունենա խոսալու իր հետ։ Իսկ երբ որ դու կսիրես տվյալ մարդուն կամ Աստծուն 1000 հոգի դեմդ կանգնին, դու միշտ կփնտրես որ իրական կկատարես։ Քեզի պետք չէ որ հրեն գնա եկեղեցի, ինչի ծառայությանը չես մասնակցել։ Ինչի զոհաբերություն չես ենե։ Ինչի կարիքավորներին չես օգնե։ Քեզի պետք չորսեն։ Քեզի պետք չորսեն։ Դու ունիս արդեն սեր ու այդ սերը քեզի կմղե գործողության, դու կենես անկախ քեզնից։ Դուք հետաքրքրվիս ինքը փող ունի թե չունի։ Դուք հետաքրքրվիս ինքը հաց կերել է թե չի կերել։ Եթե Աստծուն կսիրես, դու ամեն ինչ կուզես հետաքրքրվիս որ այնես ամեն ինչ որ իր հայրական սիրտը չի տխրեցնե։ Իսկ եթե չես սիրե, ուղղակի Աստված քեզի համար որպես ամենալավ եկամուտ տվողն է, դու չես հետաքրքրվի իրան, ինչը քեդաքրքրին, ինչ կսիրե, ինչ չի սիրե։ Ուղղակի դու զուտ աղոտողներից մեկն ես այն որ Պաչանսի մնիկ կուզե, մոր չտվիր ուրեմն դու լավը չես։ Իսկ երբ որ քու հորդ կսիրես, ամեն օր կանես, հայր շնորհակալ եմ քեզնից։ Որ ամեն ժամանակ իմ հետ ես։ Որ ամեն ժամանակ ինձի հոգ տանես։ Որ ամեն ժամանակ ինձի կերագրես։ Որ ամեն ժամանակ ինձի նեղությունից ու փորձությունից կազատես։ Որ ամեն ժամանակ իմ կողքիցս կետես այն մարդկանց, որոնք որ քու կամքիդ պես չեն։ Որ իմ քայլերս կուղես։ Որ այսօր ես արթնացա։ Մի խոսքով կթվես ու կթվես անվերջ, որովհետև դու կսիրես իրան, դու կգնահատես իրան։ Ու կուզես որ իրան անընդհատ բարձրացնես։ Չարություն չի մտածել, որ մեկին կսիրես դու երբեք վատ բան չես մտածենես։ Տիրոջը կսիրես, կսես, ես չեմ կրնային ամեն ինչ որ հայրական սիրտը կտխրեցնե։ Երկար է պետք, երկար կհակնեմ։ Կսիրեմ ես Աստծուն։ Պետք չէ որ հարդարվիմ, չեմ հարդարվի։ Պետք չէ որ ունկերս պոգեմ, չեմ պոգե։ Ինձի հեչ բան պետք չես աշխարհի մեջ։ Ես իմ Տիրոջս կսիրեմ։ Ունձի համար ամենաթանկը նիք է որ իմ հայրս չտխրի իմ պատճառովս, չէ որ ինք ինձի համար ամեն ինչ երել է, չէ որ ինք իմ փեսաս է, ինք ինձ ինչ խոր կուզե տեսնի, ես այդպես պդեղնեմ։ Սիկ է սերը, սիկ է իրական սերը, սիկ է կադարյալ սերը, երբ որ քու ուզեմներդ կտնես դեռիվ կողքի ու կվերցնես այն ինչ որ Տերը կպահանջե քեզնից։ Անիրավության վրա չի խնդա։ Քեզ որ վատ բան անի, երբեք չի խնդա։ Ինքը ցավ կապրի քեզի համար։ Դավիթի տղեն որ մեռավ, Սողոմոն, անունը մոռացա, որ ընկած իր հետևից ընկած էր ու կուզեր որ իրան անընդհատ վնաս հասցներ, սպաներ։ Ինքը հաշվի չառավ որ իր երեխեն իրան կուզեր վնասեր։ Ինքը ցավ կապրեր, ամաղեկը, նավերնը, հա,
Մեկնությունների մեջ գրեք, այս պահին մոռացա տղու անունը։ Անիրավության վրա չի խնդա, հապա ճշմարտությանը խնդագից կեղնի։ Միշտ կբռնես ճիշտը, երբ որ կսիրես, որովհետև Տերը աշտար ու ճշմարիտ Աստված է, ով կուզեղնի, ով կուզե քու դեմդ կանգնի, դու ճիշտը կբռնես, կսես, որովհետև Տերը ճշմարտությունը կսիրե։ Ես ճիշտ է կբռնեմ, ես Տիրոջ ճիշտ է կբռնեմ։ Իմ երեխես է սխալ, կսեմ իմ երեխես է սխալ։ Քու շահը չես բռնել, Տիրոջ շահը կբռնես։ Ամեն բանի կզիջանի, ամեն բանի կհավատա, կզիջես, կհամբերես, չէ, կսես ինչի սկան կհանդուրժեմ սոր, որովհետև կսիրեմ իրան։ Բայց ամեն առաջինը բես սիրես Տիրոջը, որ միշտ պատրաստ եղնես թողնիս են, ինչ որ Տերը կսոր թողնիս ու բռնես են, ինչ որ Տերը կսոր բռնես։ Որովհետև Տերը քեզի երբեք չի սե թող են, ինչ նոր քեզի կվնասե։ Ու Տերը երբեք չի սե բռնե են, ինչ որ քեզի կրնա վնասե։ Ի վերջո, ամենամեծ սերը, որը որ ունի մեր նկատմամբ, դիք Տիրոջ սերն է։ Որևէ մեկին չենք կրնա սիրենք մեզ, ինչ որ Տերը մեզի կսիրե։ Դոր համար միշտ պիտի առաջի Տիրոջ սերը մեր կյանքի մեջ կարևորը համարենք։ Ու հասկանանք մեր բանը մոր։ Առաջինը չտխրեցնենք մեր հոր սիրտը։ Եթե հոր սիրտը չտխրեցրեցինք, հավատացեք բոլորի նկատմամբ կյանենք ճիշտ, ազնիվ ու աշտար։ Կնա այսօր մեզի չհասկանա։ Կուկա ժամանակ կհասկանան, որ մենք ինչ օրերել ենք իրանց նկատմամբ, Տիրոջ տված սիրուց ելնելով ենք երել։ Ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբերե, սերը բնավ չի ընկնի։ Սերը քեզ լրիվ ուրիշ կդարձնի, երեխեք։ Սերը ուրիշ կդարձնի, անկախ քեզից դու կհավատաս, դու կհուսաս, դու կսպասես, երբ որ կսիրես։ Ու երբեք այդ սերը չի ընկնի։ Սերը երբեք չի ընկնի։ Սերը երբեք չի փոխվի։ Հիմա մենք եկուց երկինք եշտանք, շատ օրենքներ փոխված են այնտեղ, բայց սերը կա երկնքում։ Միակ բանը, որն որ կա, դիք սերն է, որ չի փոխվի երբեք։ Օրենքներն է կփոխվի, մարգարեություններն է կկանգնին, հրաշքներն է կկանգնին, լեզուներն է կկանգնին։ Ամեն ինչ կփոխվի։ Միակ բանն որ քեզ հետ կտանից դիք սերն է, որ ընդեղել է պետք։ Դու կհասկանաք ինչքան կարևոր է սիրել։ Ինչքան կարևոր է խնդրել Տիրոջից, որ մեզի սեր տա։ Քանի որ շատից քիչը գիտենք եւ շատից քիչը կմարգարեանանք, բայց երբ կատարյալը կա, այն ժամանակ շատից քիչը պիտի խափանվի։ Հիսուս սորեկավ կսե շատից քիչը պիտի խափանվի։ Երբ տղա էի, տղայի պես կմտածեի, կխոսեի, տղայի պես կխորեի, տղայի պես կհամարում ունեի, բայց երբ եղա տղայության բաները մի կողմ ցկեցի։ Քանի որ հիմա մենք որպես թե հայելու մեջ կտեսնենք անհայտ կերպով, բայց այն ժամանակ երես առ երես։ Կուկա ժամանակ, որ մենք Տիրոջ առաջ կկանգնենք, չէ՞ բոլորս։ Հիմա շատից քիչը տեղյակ եմ, բայց այն ժամանակ այնպես պիտի ճանչնամ, ինչպես ճանչեցվեցա։ Ուստի հիմա կմնա հավատք ու սեր, այս երեքից սրանց մեծակույնը սերն է։ Այո։ Այսօր Տերս մեզի կսե սովորեք սիրել։ Եթե սիրեք, սիրուց արդեն կծնվի
շատ դրական որակներ, որոնց մասին արդեն խոսացի։ Կուզեք ինչ-որ բաներ ավելացնեք, երեխեք ջան։ Կուզեի մի քանի բան ավելացնել չի ավելի դուտ։ Այն ինչ ես հասկացա այս պահին, այն կուզեի մեկնաբանել։ Ամենասկզբից կամ, այսինքն հրեշտակների լեզվով խոսալ, ես սենց հասկացա, դու կարաս կադարյալ սուրբ էլ եղնես, հրեշտակների լեզվով խոսալ, ես սենց հասկացա, մաքուր եղնես, ոնց հրեշտակները, բայց քանի որ չկա այն սերը, որն որ պետք է, այդ քու սրբությունը, այդ քու մաքրությունը հավասարվում է 0-ի։ Ընդհանրապես ինքը սերը շատ խորը գիտություն է, ինչքան է խոսենք սիրո մասին, հələ խոսալու տեղ կլինի։ Այս աշխարհն էլ է ստեղծվել սիրո հիմքերով, այս ամեն ինչն էլ, մարդկության պատմությունը սկսած այն ամենասկզբից Հիսուս Քրիստոսի գալը, սա հիմնված է սիրո հիմքերի վրա։ Եթե սեր չեղներ, աշխարհն չէր եղնի, մեր մեղքերի ներումներ չէր եղնի, ոչ մի բան չէր եղնի։ Այնտեղ արդեն տալիս է սիրո պտուղները, դե պարզ է, եթե մեկը մեկին սիրում է, այնտեղ արդեն կները, կհամբերը, նորմալ է, արդեն Էլի բաներ կուզեի ավելցնել, ուղղակի այս պահին արդեն Թող Տերս առաջ մոռացա, բայց դասում երևի կհիչեմ նորից կմիանամ։ Հա, ու մեկ էլ ընդեղ մի բան կար Աստվածաշնչում, որ իր եկեղեցին հենց կճանաչվի ինչով, մեկը մեկի հանդեպ սիրով, այսինքն կարող է եկեղեցու մեջը 100 անդամ էլ եղնի, բայց քանի որ մեկը մեկին չսիրե, չաջակցե, եղավ որ դիգաստու եկեղեցին չարդե։ Սրանով ամեկը պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Բայց սերնը պետք է ցույց տաս, չեմ կարող ասեմ, գիտես, ինչ կաննակ ու ես քեզ շատ կսիրեմ, բայց հեչ մի բան խոսքի ցույց չտամ, հեչ մի բան չենեմ, բայց չերևա էլի այդ սերը։ Եղավ որ ես քեզ չեմ սիրի արդեն։ Գնա դու չսես որ ես քեզի շատ կսիրեմ, բայց դու ամեն ինչ ենես որ դիմացինը ջան լավ զգա։ Այդ սուրբ եղնելու հետ կապված Լիլչան որ սկզբից ասեցիր, չէ, եթե դու սուրբ եղնես, սիրով է լցված կեղնես։ Սուրբը չի կրնա չսիրե, քուր։ Ինչա Աստված ես սենց հասկացա, կարամ մաքուր եղնեմ, լրիվ կադարյալ։ Չէ, դուք չես կրնա։ Նման եղնեմ հրեշտակի։ Չէ, հրեշտակի լեզուն ես օրինակ, որովհետև որ կսես սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Եթե դու սուրբ եղար, ուրեմն այդ սերն է կմտնի արդեն քո մեջդ։ Ամբողջական ինչ որ փաթեթերն էլ, իսպես մեր բառերով ասած, սերը այդ սրբության մեջ կմտնի։ Այդ օրքսե հրեշտակի լեզուներով խոսամ, հենց լեզուների մասին է խոսքը։ Ես պես կա։ Դե թողա ավելի խորն այն կներկայացնում էր, իսենք դու կարաս այս կարգի լավը եղնես, բայց եթե քո սրբից մեջ սեր չեղավ, այդ ամենը անընդունելի է ասել։ Սերը շատ կարևոր է։ Սերը շատ կարևոր է։ Բայց դու չես կրնա սուրբ եղնիս, եթե սեր չունենաս։ Հասկանաս կը սուրբ եղնել կնշանակի ամեն ինչը ունենալ քո մեջդ։ Սուրբ եղնել դիք կնշանակի։ Բայց եթե դու սեր չունիս, քո աղոթքը չի ելնի երկինք, չէ՞։ Ինչի օրինակ շատ վկայությունների մեջ կուտա որ մենք պետք է սուրբ եղնենք, որ մեր աղոթքը լցվի։ Քսե մե քարոզիչը որ մեկ քրոջեմ համար աղջկամ համար ծոմ կվերցնե։ Մեր շաբաթում թե երկու շաբաթ հաճի ու դե, այդ որ համար կաղոթե, ու Աստված ինչ կպատասխանե իրան, վերջում որ քսեն չի չես լսե իմ աղոթքը, քսե որովհետև դու սուրբ կյանքով չես ապրի։ Հասկնաք։ Ամենաուժեղ աղոթք որ երկինք քասնի, դիք սուրբ կյանքն է։ Այսինքն, այդ սրբության մեջ կմտնի ամբողջությունը կմտնի։ Աստված սուրբ է, չէ, սուրբ է, նաև ինքը սիրող է։ Սուրբը ինչ որ անթերի արդեն։ Սուրբը անթերի է։ Ինչ որ հայր որդի ու սուրբ հոգի մեկ են, չէ, հայրը որդին եւ սուրբ հոգին մեկ են։ Ինչ որ սրբությունը ու սերը իրար հետ մեկ են։
Մեկը մյուսին կլրացնեն։ Այսա։ Ամեն դեպքում շատ աշխարհի վրա արդեն շատ քիչ է։ Շատ քիչ է։ Հա, դրա համար մենք ինչի կցկտվենք սրբության։ Հավատացյալները իրականում Տիրոջը հաճելի շատ քիչ են, բայց աշխարհին հաճելի հավատացյալները շատ են։ Այսօր բոլոր հավատքի քնածողները չէ որ Տիրոջը հաճելի են։ Որովհետև մարդիկ կմտածեն որ եկեղեցի քնածին всё փրկված են։ Վայ որ Աստվածաշունչ կարդացին փրկված են։ Որ աղոթք կերեցին փրկված են։ Չէ։ Փրկված ես, եթե դու կապրես սուրբ կյանքով։ Հələ մեզ եթե Աստված շատ աշխատանք ունի, որբիսի սրբե ու մաքրե մեր միջից այն, ինչ նոր լիժան հաճելի չէ։ Մեզի հələ կպատրաստե որպես հարս, որ դիմանվորենք մեր փեսային։ Շատ խորը մտքեր սեցիր Լիլոջան, այդտեղ դեմից մեր գուպանեսիր մտքիցս թռավ մտերս քիշեցնե, խորը մտքեր սեցիր ու փառք Աստծուն որ Տերը ամեն մեկիս մեջ կպածե ու կհայտնե։ Այն ինչ որ պետք է որ այսօր իմանանք։ Սիրելիներ, դուք եք գրեք ձեր կարծիքները մեկնությունների մեջ, որովհետև ամեն մեկիդ մեկնությունը կնա ամեն մեկի շատ բարձր ծնե։ Ու իրականում որոնք որ լավ մեկնություններ են, ես անպայման կկարտամ ամեն մեկ տեսանյութի մեջ, որ նոր Տերը կառաջնորդե։ Սկանը սիրելիներ, այս տեսանյութերը տարածեք, փոխանցեք բոլոր ձեր հավատակիցներին, հավատացյալներին, որ հասկանան մի բանը որ կարևորը սեր ունենալն է։ Նայ, սիրուց էլ կծնվի սուրբ կյանքը։ Սիրուց կծնվի սուրբ կյանքը։ Սուրբ կյանքի մեջ է կմտնի սերը։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված են, էլի։ Հետաքրքիր խորը մտքեր են, էլի որ ընտանիքից կամած կբացվի, չգիտեմ, փառք Տիրոջս։ Սկանը, աշտեն վերջացնենք, Տերը սկանը առաջնորդեց, որ այսօր խոսա։ Շնորհակալություն հայտնենք Տիրոջից ու վերջացնենք այսօրվա ծառայությունը։ Շնորհակալ ենք քեզնից հայրս, որ դու այսօր էլ մեզի հավաքեցիր, որ քո խոսքովդ լցվինք ու սնվինք։ Դու ամեն օր մեզի կհավաքես քո շուրջը, դու խորհուրդ կտաս ու մեր պակասներից կխոսաս Տերս։ Մենք այնքան շնորհակալ ենք, որ այսօր մեզի ցույց տվեցիր, որ մենք դեռ շատ կարիք ունենք սիրով լցվելու։ Որովհետև այն ինչ որ կենենք ու սիրուց չի ծնվի, ինչ օգուտ ունի։ Կխնդրենք ու կաղաչենք, որպեսզի հիմա դու ամեն մեկից լցնես սուրբ սիրով։ Ես քիշեմ մի անգամ տունձի ինչ կանգառը կանգնած էի, ուսեցիր ես քեզի կսիրեմ սուրբ սիրով։ Այդ սուրբ սերը լից, այդ սուրբ սերը լից մեր մեջ Տերս։ Այդ սուրբ սերը լցրու ամեն մեկիս մեջ։ Ազգերի, ցեղերի, լեզուների, ժողովուրդների, բոլոր եկեղեցիների մեջ լցրու այդ սուրբ սերը։ Եթե մեկս մյուսի սիրենք սուրբ սիրով ու քեզի Տեր ջան, ամեն ինչ կփոխվի։ Այ ինչը կպայի երկինքը այդ կատարելության, խաղաղության, միաբանության մեջ սուրբ սերը Տերս, սուրբ սերը, որ կա երկնքում, որով մեկը մյուսին կսիրեն ու քեզի Տերս, ու որով դու մեզի կսիրես։ Ները մեր բազում գիտակից ու անգիտակից բոլոր մեղքեր ու սխալների համար։ Օգտագործե ամեն մեկիս քո անունիդ ու փառքիդ համար։ Լցրում մեր կարիքները լիությունով ու քո փառքիդ ճոխությունով։
ամբողջ օրը վերցրու քո մեծ ու հզոր ձեռքերիդ մեջ, պահի ու պահպանե մեզի քո հրեշտակային պաշտպանությանդ մեջ, որպեսզի չարը մեզի չմոտենա։ Գոհություն ու շնորհակալություն քեզ Տերս, որ ամեն ժամանակ մեր կողքին ես, որ ամեն ժամանակ մեզ սովորեցնում ես, որ ամեն ժամանակ մեզ հանդիմանում ես, որ ամեն ժամանակ կերակրում ես առաջինը քո այս ճշմարիտ, այս անփոխարինելի, այս ամենաթանկարժեք խոսքերով, խոսքեր, որոնք դու քեզանից բարձր ես տասել, ու այսօր մեզի կերակրես քո խոսքովդ, որքան կսիրեմ քո խոսքդ, ամեն օր դա էի մտածում ես, գրած է Սաղմոս 2-ի մեջ, դեր իժոք քո խոսքդ, ինքան սիրո արժանի է, ինքան կարևոր որ ամեն օր մտածենք քո խոսքիդ վրա, որովհետև քո խոսքը մեր ոտքերին ճրագ է ու մեր շավեղներին լույս, որ ամեն մեկ քայլը առանց քո խոսքը դիմանալու ետենենք, մենք կգնենք փորձանքների մեջ։ Քո խոսքը մեր կյանքի քարտեզն է, որն որ անգիշ գիտենանք, որ երբեք չմոլորվենք։ Ամեն օր կերակրեք քո խոսքովդ։ Ամեն օր լցրու քո մեծ սուրբ սիրովդ, որպեսզի մեր բոլոր գործողությունները օգուտ ունենան ու քեզի հաճելի եղնեն։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը։ Քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Փառք Աստծուն երեխեք ջան, փառք Տիրոջս այսօրվա հիանալի օրվա համար։ Ովքեր որ բաժանորդագրված չեն, մեր օգտակար խորհուրդներ ալիքում բաժանորդագրվեք, եթե Տերը ձեզի կառաջնորդ է, որ մեզի հետ միանաք ու լսեք այն խոսքը, որ նոր Տերը պատրաստել է այդ օրը ինձ ու քեզի համար։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։